Պետական անվտանգության ծառայության նախկին պետ Գրիգոր Լիլուաշվիլիի գործի էական քննությունը սկսվել է։ Դատավարությանը ներկա է նաև ինքը մեղադրյալը, նիստը դռնփակ է, կողմերը հանդես են գալիս ներածական խոսքով։ Փաստաբանի խոսքով մեղադրող կողմը չունի բավարար ապացույցներ մեղադրական դատավճիռ կայացնելու համար։ Հիշեցնենք, որ Գրիգոր Լիլուաշվիլին ձերբակալվել է դեկտեմբերի 23-ին։ Նրան մեղադրում են նախնական համաձայնությամբ խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ, ինչը նախատեսում է 11-ից 15 տարվա ազատազրկում։ Մեղադրյալը չի խոստովանում հանցանքը։ Քաղաքական գնահատականների թեմա է դարձել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, որը Ուրսուլա ֆոն դեր Լայենը արել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ Նրա խոսքով Հայաստանը ապահովում է ամենակարճ ճանապարհը դեպի Կասպից ծով և Կենտրոնական Ասիա։ Այս ճանապարհը նախկինում փակ էր, սակայն այժմ Հայաստանի համարձակ որոշման շնորհիվ իրավիճակը փոխվել է։ Իշխանական թիմում նման հայտարարությունները համարում են վնասակար, իսկ ընդդիմությունում կարծում են, որ վրացական երազանքի կառավարման պայմաններում Վրաստանը կորցրել է իր տարածաշրջանային և քաղաքական նշանակության մի մասը, և համապատասխանաբար երկրի դերը միջազգային ասպարեզում թուլացել է։ Չնայած տարաձայնություններին, ընդդիմադիր դաշինքը պատրաստվում է մայիսի 26-ի բողոքի ցույցին։ Շարունակվում են նաև հանդիպումները բնակչության հետ, սակայն ազգային շարժումը գործընթացին դեռևս չի մասնակցում։ Հակառակորդ կողմերը հաստատում են, որ տարաձայնություններ կան, սակայն դա չի նշանակում դաշինքի փլուզում։ Նրանց քայլերը այս անգամ քննադատել է Լևան Խաբեիշվիլին։ Ավելի վաղ առկա ծրագիրը քննադատել էր նաև Միխեիլ Սաակաշվիլին։ Տարաձայնությունները զարմանալի չեն դաշինքից դուրս գտնվող ընդդիմադիր կուսակցությունների համար, և իշխանական թիմի նման նրանք ևս կասկածամտորեն են վերաբերվում դաշինքի ծրագրերին։ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է։ Երկրի արևելյան հատվածի վրա Ռուսաստանի հերթական հարձակումների հետևանքով զոհվել է 25 մարդ։ Ռոյթերսի տեղեկությամբ Զապորոժեում զոհվել է 12 մարդ։ Կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկը ուժի մեջ է մտել մայիսի 5-ի կեսգիշերից։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հայտարարությամբ հարձակումները շարունակվել են ողջ գիշեր, ինչի հետևանքով խախտվել է Կիևի նախաձեռնած ժամանակավոր հրադադարը։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է հրադադար Ուկրաինայում երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 81-ամյակի օրերին, մայիսի 8-ից 9-ին։ Ի պատասխան Ուկրաինայի նախագահը Մոսկվային առաջարկել է անժամկետ հրադադար, որը սկսվել է մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը ժամը 00:00-ից, և Ռուսաստանին նույնպես կոչ է արել անել նույնը։ Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ ուղեկցման նախագիծը ժամանակավորապես կդադարեցվի, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Սակայն նրա խոսքով Իրանի դեմ շրջափակումը կշարունակվի։ Այս մասին նահանգների նախագահը գրել է սոցիալական ցանցում և նշել, որ նախագիծը կասեցվում է Պակիստանի և այլ երկրների խնդրանքը հաշվի առնելով, ինչպես նաև Իրանի դեմ արշավի ընթացքում ձեռք բերված կարևոր ռազմական հաջողությունների և այն փաստի պատճառով, որ Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական համաձայնության հասնելու ուղղությամբ մեծ առաջընթաց է գրանցվել։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Չինաստանի նախագահի հետ, նա հրաշալի մարդ է, հայտարարում է Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով երկու երկրների առաջնորդները լավ են հասկանում միմյանց, զբաղվում են բիզնեսով և մեծ եկամուտներ են վաստակում։ Թրամփի պարզաբանմամբ Չինաստանը նավթի մոտ 60%-ը ստանում է Հորմուզի նեղուցով, սակայն երբեք չի դարձել նահանգների համար մարտահրավեր։ ԱՄՆ-ի պետքարտուղարը գտնում է, որ Իրանին չպետք է թույլ տրվի որոշել, թե ով կարող է օգտվել Հորմուզի նեղուցից, քանի որ դա ոչ լեգիտիմ և անընդունելի հանցավոր գործողություն է։ Մարկո Ռուբիոյի խոսքով ոչ մի երկիր իրավունք չունի վերահսկել միջազգային ծովային ուղին և նավերը թողնել կործանման։ Նրա հայտարարությամբ այժմ վտանգի մեջ են նաև այն երկրները, որոնք ներգրավված չեն հակամարտությունում։ Գեգա Գելացեն հանդիպում է անցկացրել Պետական անվտանգության ակադեմիայի ղեկավարի կազմի հետ։ Կարևորվել է ընթացիկ բարեփոխումների շրջանակներում Պետական անվտանգության ծառայության ուսումնական կենտրոնը ակադեմիայի վերածելու նշանակությունը։ Նշվել է, որ մագիստրոսական ծրագիրը, որը կիրականացնի ուսումնական հաստատությունը, նպատակ ունի համակարգը ապահովել բարձր որակավորում ունեցող և պրոֆեսիոնալ կադրերով։ Գերատեսչության ղեկավարը ծանոթացել է նաև հաստատության ենթակառուցվածքին և նյութատեխնիկական բազային։ Բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ ստանալուց հետո ակադեմիան կիրականացնի պետական անվտանգության մեկամյա մագիստրոսական ծրագիր և կպատրաստի բարձրակարգ մասնագետներ։
Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները խոշոր չափերով կեղծ փողերի իրացման փաստով ձերբակալել են օտարերկրյա քաղաքացու։ Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը նյութական ապօրինի շահ ստանալու նպատակով Սամսխե Ջավախեթիի տարածաշրջանում շրջանառության մեջ է դրել ընդհանուր $10,000 չափով 100 հատ կեղծ $100 թղթադրամ և 350 եվրոյի կեղծ գումար։ Կեղծ թղթադրամներն ամբողջությամբ առգրավվել են։ Հանցագործությունը նախատեսում է 7-ից 10 տարվա ազատազրկում։ Ցիստիկ ֆիբրոզ ունեցող հիվանդների ծնողների հետ հանդիպել է առողջապահության նախարարը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է այն դեղամիջոցների արդյունավետությունը, որոնք անցյալ տարի ավելացվել են հազվադեպ հիվանդությունների բուժման ծրագրին։ Խոսքը վերաբերում է հակաբիոտիկներին, վիտամիններին և այլ պատրաստուկներին։ Նշվել է, որ այս դեղամիջոցները զգալիորեն բարելավում են հիվանդների կյանքի որակը և նպաստում հիվանդության կառավարմանը։ Քննարկվել են նաև հետագա համագործակցության ծրագրերը, այդ թվում ծրագրային արդյունավետ դեղամիջոցների և այլ միջոցների ուղղությամբ։ Ցիստիկ ֆիբրոզը առաջադիմող ժառանգական գենետիկական հիվանդություն է, որի դեպքում հիվանդների մոտ հաճախակի են շնչուղիների վարակները։